Տիկին Գալյան մի քանի հարցեր։ Առաջինը զեկույցի 14-րդ էջում այսպիսի միտք կա Եվրոխորհրդի հետ Չիրագովի եւ այլ կնդեմ Հայաստանի Մեդվեջևի շրջանակներում մայիսի 23-ին արտարացի փոխհատուցման վճարման մասին փոխհմբռնման հուշագիր է ստորագրվել։ Եթե տիրապետում եք, խնդրեի մեկնաբանեք ինչ հուշագիր է, ինչ է սա իրենց ներկայացնում։ Երկրորդ հարցը վերաբերում է դատապարտյալների եւ կալանավորված անձանց հատվածին, որտեղ դուք նշեցիք օրես պահին 70, հավանաբար նկատի ունեք տարվա վերջին, որը զեկույցի մեջ է, բայց այս որտեղ զեկույցում ասում է տարեվերջի դրությամբ, այսինքն թիվը փոփոխության չի ենթարկվել։ Տարեվերջի դրությամբ վերջին 5 տարվա մեջ առաջին անգամ դատապարտյալների թիվը 70-ով ավելի է եղել կալանավորված անձանց թվից։ Սա զեկույցի 80-րդ էջն է, բայց դուք նշում եք, որ միջին օրական հաշվարկով քրեակատարողական հիմնարկներում պահվել է 2804 անձ, որոնցից 1360 դատապարտյալ, իսկ 1444-ը կալանավորված։ Այսինքն նորից տարվա միջինով կալանավորվածների թիվը ավելի շատ է եղել։ 1360 դատապարտված է եղել, 1444 կալանավորված։ Խնդրեի, որպեսզի այս հարցին ավելի հստակ պատասխանեք, այնուամենայնիվ ինչն է պատճառը, որ այս անհամաձայնությունը շարունակում է տարեկան կտրվածքով մնալ, ոչ թե ստատիկ պահի դրությամբ, այլ տարեկան կտրվածքով։ Հաջորդ հարցը, նախ ասեմ, որ շատ կարևոր է այստեղ զետեղել եք Սևան, Վանաձոր եւ Արտի քրեակատարողական հիմնարկներում վերանորոգվել եւ հիմնվել են զոդման եւ մետաղապլաստե դուռ պատուհանի արտադրության նոր արտադրամաս, դասասենյակներ, ձեռք են բերվել նոր սարքավորումներ, ինչը զբաղվածության տեսակետից նաեւ հետագայում սոցիալական կյանքում ինտեգրվելու առումով չափազանց կարևոր է, բայց խնդրեի, որպեսզի այս մասով մի քիչ ավելի լայն ինֆորմացիա տաք, ինչ է հավելյալ նախատեսում, որպեսզի դատապարտված անձինք իրենց աշխատանքային եւ ստեղծագործական ունակությունները այս ոլորտներում կարողանան ավելի ընդլայնել։ Մեկ այլ հարց վերաբերում է ուրեմն հետևյալին, բազմաթիվ են դեպքերը, երբ քաղաքական հայացքներով պայմանավորված անձինք ազատվում են աշխատանքից կամ սպառնալիքներ են հնչեցում այդ անձանց աշխատանքից ազատելու համար, դուք որպես արտադրության նախարար ինչպես եք վերաբերում այս երևույթներին, խոսքը գնում է հատկապես հանրային ծառայության մեջ ներգրավված անձանց, որոնք իրենց քաղաքական հայացքներով կամ իշխանությանը ոչ հաճելի պահվածքի պատճառով ստանում են նման սպառնալիքներ կամ աշխատանքից ուղղակի ազատման հրամաններ։ Եվ մեկ հարց, պայմանավորված ընտրական տարի է, բայց եթերում հնչում են արտահայտություններ, այդ թվում նաև գործադիր իշխանության ղեկավարի կողմից հնարավոր կամ ավելի ճիշտ հնարավոր չէ, նույնիսկ հաստատապես պատերազմ լինելու մասին, եթե այսօրվա իշխանությունը մեծամասնություն չլինի հունիսի 7-ի ընտրությունների հիման վրա։ Ձեր կարծիքով արդյոք սա ինքնիշխանության դեմ ուղղված վերբալ հանցագործություն չէ։ Շնորհակալ եմ։ Մի հարց էլ կար զեկույցի մեջ բավական մեծ տեղ է հատկացված դատախազության կողմից իրականացված գործողություններին, որպես կառավարության անդամ, ինչպես եք վերաբերում են հարցին, կառավարության զեկույցը ինչ կապ ունի դատախազության զեկույցի հետ, դատախազությունը առանձին զեկույց ներկայացնում է, իդեպ այստեղ
ուզում եմ այս հատվածը մի հատ ընթերցեմ, որ դուք էլ 2005-25 թվականի ընթացքում գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնակազմման գործերով վարչությունը նախաձեռնել է 157 ուսումնասիրություն եւ այլն։ Սա ինչ կապ ունի կառավարության զեկույցի հետ։ Եվ դրա վերևի պարբերությունը 78 էջի մասն եմ խոսում, խնդրում եմ նայեք, ասում է ուսումնասիրվել են 13 պաշտոնատար անձի, ինչպես նաև նրանց մերձավոր ազգականների անվամբ հաշվառված անշարժ եւ շարժական գույքերի ձեռքբերման օրինականությունը, դրամական միջոցների շրջանառությունը, ինչպես նաև իրավաբանական կազմակերպությունների մասնակից ցանցանալու հանգամանքը։ Ում կողմից է ուսումնասիրվել։ Ինչպես 13 78 էջն է եւ սա կապ ունի կառավարության հետ, ուզում եմ կապը հասկանամ, թե նորից դատախազություն քննչական մարմինների աշխատանքն է ներկայացում այստեղ, որքանով է տրամաբանական, որ կառավարությունը ինքնավար մարմինների աշխատանք ներկայացնում է այստեղ։ 13-ը որ պարբերությունն է, պարոն Մինասյանն ասում։ Վերջից նախավերջին այնքան երկար պարբերություն 2025 թվականի պարբերությունն է, վերջին նախադասություն։ 78-ի վերջում չգտա ես տենց։ Դե ամբողջ։ Հա։ Այս վերաբերում է ոչ թե դատախազության, այլ ենթադրում եմ իրավապահ մարմինների աշխատանքին, ընդ որում ԱԱԾ-ին է հղում արվում, բայց ես ընդհանուր ձեր հարցին անդրադառնալով ասեմ հետևյալը։ Կառավարության ծրագրում որպես թիրախային կետ նախատեսված է ապօրինի ակտիվների վերականգնումը եւ այդ առումով հանձնառություն ունենք գործընթացի ուղղությունը նախանշելու, օրենսդրական հիմքեր ստեղծելու, դրանք կատարելագործելու հետ կապված։ Ու քանի որ կառավարության ծրագրում հստակ կետ կա, ուղղակի ես հիմա ձևակերպումը չեմ հիշի, բայց ապօրինի ակտիվների շարունակական վերադարձի մասով ստանձնել ենք պատասխանատու հանձնառություն, մենք ներկայացնում ենք, թե ինչ է արվել մեր պետությունում։ Եվ եթե մենք չորդեգրեինք այն քաղաքականությունը, որ պետք է մշակենք, օրինակ, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագազման վերաբերյալ օրենսդրությունը, դա տեղի չէր ունենա այն մասով, որ տեղի է ունենում այսօր։ Կոնկրետ, եթե խոսում ենք ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագազման մասին, եւ այս բոլոր տվյալների ներկայացումը հետապնդում է հենց այդ նպատակը, որ քաղաքացիներին ներկայացվի, թե ինչ process է տեղի ունեցել մեր երկրում, եւ այդ process-ը տեղի է ունեցել այն պարզ պատճառով, որ կառավարությունը ստանձնել է պարտականություն, որպեսզի այդ process-ի իրավական հիմքերը լինեն եւ այդ process-ի իրավականությունը ապահովվի անխոչնդոտ լինելու համատեքստում։ Սա ձեր հարցի պատասխանն է եւ ես կարծում եմ, որ այս տվյալները այն տվյալներն են, որ առհասարակ պետք է տեղ գտնեն կատարողականի ամփոփման տրամաբանության մեջ, որպեսզի մեր քաղաքացիները տեսնեն, թե ինչպես է process-ը տեղի ունենում, ինչ ակտիվությամբ, ինչ պետք է սպասել նաեւ ապագայում։ Ինչ վերաբերում է ձեր մյուս հարցերին, հարցերի հերթականությունը կարող եմ խառնել, կարծում եմ, որ դա խնդիր չի ստեղծի։ Դատապարտյալ կալանավոր թվի հարաբերակցության հետ կապված, ճիշտ է 70-ը վերաբերում է տարեվերջի տվյալին, բայց այդ թիվը ըստ էության չի փոփոխվել գրեթե չի փոփոխվել նաև այս պահի դրությամբ, մենք տատանվում ենք 60-ից 70-ի սահմաններում, բայց մյուս թվական տվյալները, որ դուք ներկայացրիք, մուտքի ու ելքի համադրության տվյալներին է վերաբերում քաղաքացիների քրեակատարողական հիմնարկներ, ես պետք է նշեմ, որ միջինում տարեկան 5000 մարդ մուտք է գործում եւ դուրս է գալիս քրեակատարողական հիմնարկից։ Այսինքն մեր վատ բառ եմ ասում, կամ հոսունություն ասենք, կամ շրջանառությունը այդքան է ըստ թվական տվյալների, եւ եթե դուք
միջինացված տվյալները նայեք, այո, այս պահի դրությամբ դատապարտելների թիվը ավել է լինելու, բայց մենք խոսում ենք ստատիկ տվյալների մասին, այսինքն այս պահի դրությամբ կամ կոնկրետ պահի դրությամբ դատապարտելների թիվը բարեբախտաբար ավել է կալանավորների թվից եւ ես կրկին ուզում եմ շեշտադրել այն հանգամանքը, որ վերջին 5 տարվա ընթացքում սա առաջին անգամն է եւ նշանակում է, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում այն առումով, որ դատական ակտերը կայացվում են ավելի արագ ընթացակարգով եւ արագ տեմպերով եւ դա է պատճառը, որ կալանավորների թվական նվազում ունենք։ Իհարկե պատճառներից մեկն էլ գուցե այն է, որ այլընտրանքային խափամմիջոցները իրենց ծավալով շատ ավելի շատ են կիրառվում դատարանների կողմից, քան կալանք խափամամիջոցը ու մարդկանց մոտ տպավորություն է, որ կալանք խափամամիջոցի ծավալները ահռելի են, բայց իրականության մեջ այդպիսի երևույթ չունենք։ Տնային կալանքում գտնվող անձանց թիվը 900-ից ավել է, վարչական հսկողության ներքո գտնվող անձանց թիվը 700-ից ավել է, ել չեմ խոսում այլընտրանքային այլ խափամամիջոցների մասին, օրինակ հեռանալու կամ չբացակայելու արգելքի մասին։ Այսինքն դրանց հանրագումարը մի քանի անգամ ավելին է մեր երկրում եւ այդպես էլ պետք է լինի եւ լավ է, որ այդպես է, քան կալանք խափաման միջոցի թվերը։ Հաջորդ հարցի հետ կապված դատապարտելների զբաղվածության ապահովումը մեր ուշադրության կենտրոնում է ու վերասոցիալականացման ուղղությամբ մի շարք աշխատանքներ ենք իրականացրել։ Մասնավորապես ձեր կողմից նշված քրեակատարական հիմնարկներում ստեղծել ենք զոդման ու կահույքի ուսումնական կենտրոններ, որոնք նաև որպես աշխատանքային կենտրոն են հետագայում ծառայում։ Նպատակը հետևյալն է՝ տալ գիտելիք, որպեսզի մարդիկ անազատության մեջ գտնվող կարողանան տիրապետել աշխատանքային գործիքներին եւ աշխատանքի բուն process-ին, հետո տալ հնարավորություն, որպեսզի իրենք աշխատեն ու ի ուրախություն մեզ պետք է նշեմ, որ մեր խնդիրը ներքին սպառման արտադրանք ստեղծելու ըստ էության հաջողությամբ լուծել ենք ու այս պահին ներքին սպառման արտադրանք արտադրվում է հենց այդ քրեակատարական հիմնարկներում, խոսքը պահարանների, տեսակցության սենյակների, սեղանաթոռների եւ կահույքի այլ տեսակների մասին է։ Իսկ զոդման աշխատանքները մենք զուգակցված ենք անում, այսինքն զոդման աշխատանքներ եւ կահույքագործություն ավելի մեծ ծավալով են իրականացվում ու նաեւ գույքագրում ենք իրականացնում մարզերում հասկանալու համար, թե ինչ կարիք ունի մարզը աշխատանքի տեսանկյունից, այսինքն երկու խնդիր ենք լուծում՝ զբաղվածություն եւ քրեակատարական հիմնարկում եւ պոտենցիալ քրեակատարական հիմնարկից դուրս գալու դեպքում զբաղվածություն ունենալու եւ այս աշխատանքները պետք է շարունակվեն եւ ընդգրկեն բոլոր քրեակատարական հիմնարկները եւ փորձում ենք մասնավորի հետ երկխոսության արդյունքում բոլոր քրեակատարական հիմնարկներում ստեղծել արտադրական հնարավորություններ եւ ավելի շատ մարդկանց ներգրավել ուսումնական եւ աշխատանքային process-ներին եւ մի շատ կարեւոր հարցի էլ կուզեմ անդրադառնալ, որն անմիջականորեն կապված չէ ձեր հարցի հետ, բայց շատերին է հետաքրքրում պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու համատեքստում դատապարտյալների կողմից միշտ բարձրացվում է այն հարցը, որ իրենք ունեն իրենց վրա կախված վնաս հատուցելու պահանջ, որը չեն կարողանում իրականացնել, քանի որ աշխատանքի հնարավորությունները քրեակատարական հիմնարկում բացակայում են եւ մենք փոխում ենք օրենսդրության տրամաբանությունը այսօր զուգահեռ նախարարական կոմիտեի նիստում քննարկվում է օրենսդրական նախագիծը, որի կարգավորման առարկան հետևյալն է. Եթե բալային համակարգում բալերի միավորման արդյունքում բալը չի հերիքում միայն այն հարցի հետ կապված, որ վնասը չի հատուցել անազատության մեջ գտնվող դատապարտյալը, ապա դատարանը ազատում է տվյալ անձին պատիժը կրելուց, պայման նախատեսելով վնասը հատուցելու եւ եթե օրինակ դատարանի կողմից սահմանված ժամկետում այդ վնասը չի հատուցվում, ապա ինչպես մյուս պայմանների խախտման դեպքում, այս դեպքում եւս անձը վերադառնալու է քրեակատարական հիմնարկ պատիժը կրելը շարունակելու։ Կարծում եմ սա շատ կարեւոր քայլ է միտված պայմանական վաղաժամկետ ինստիտուտի կայացմանը։ Ձեր մյուս հարցը վերաբերում էր, չգիտեմ ինչին էր վերաբերում, ինչ որ աշխատանքի
աշխատանքի սահմանափակմանը, աշխատանքային իրավունքների սահմանափակմանը, դուք խոսում եք մի երևույթից, որի մասին ես չունեմ տեղեկություններ, բայց հստակ կարող եմ ասել, թե ինչ պետք է անել այդ դեպքերում։ Ինչ կարող եք անել դուք եւ ինչ կարող են անել այն քաղաքացիները, որոնք երբևէ կարող են բախվել նման խնդրի, իհարկե կարող են բարձրաձայնել իրավունքների խախտման փաստի մասին եւ դիմել դատական պաշտպանության իրավունքի իրականացմանը ու գնալ այդ ճանապարհով եւ եթե կան հանցավոր երևույթներ այդ շղթայի ընթացքում, օրինակ խտրականության արգելքի խախտման հետ կարող է առերեսվել մարդը, ես կառաջարկեմ տալ հանցագործության վերաբերել հաղորդում։ Ավելին չեմ կարող ասել։ Ձեր կողմից նշված մյուս հարցը իրականում հարց չեմ համարի, իհարկե ներողություն եմ խնդրում, դուք ասացիք արդյոք ինքնիշխանության դեմ ուղղված վերբալ հանցագործություն չէ ինչը, այն որ խոսվում է հնարավոր վտանգների մասին, այսինքն իմ պատկերացմամբ մենք գործ ունենք հետևյալի հետ, այս քաղաքական իշխանությունը միշտ շատ անկեղծ երկխոսության մեջ է քաղաքացիների հետ եւ այդ երկխոսությունը միշտ այն ուղղությամբ ու տրամաբանությամբ է գնում, որը որ համապատասխանում է մեր ընկալումներին եւ իրականությանը եւ յուրաքանչյուր կոմունիկացիա քաղաքացու հետ պետքա լինի անկեղծ ու ազնիվ ու այդ մտքերի արտահայտումը ես չեմ կարծում եւ վստահ եմ որ հանցագործություն չի, այսինքն չեմ կարծում որ հանցագործություն է, վստահ եմ որ հանցագործություն չէ։ Եթե կարողացա ձեր հարցին պատասխանել, շատ ուրախ կլինեմ։ Շիրակովի մասով ճիշտ ասած մանրամասներին այս պահին չեմ տիրապետում, բայց ԵԽ-ի հետ մենք փորձել ենք գալ այն համաձայնության, որ մենք պատրաստ ենք մեր կողմից մեր ստանձնած պարտականությունները իրականացնել, բայց այդ նույն համաձայնությունը պետք է լինի նաև երրորդ կողմի կողմից եւ հետեւաբար ավելի մանրամասն տեղեկություններ ձեզ չեմ կարող հայտնել։ Մենք պատրաստ ենք բանակցել, խոսել, ԵԽ-ի հետ խոսել, նաև տրամադրել այն բոլոր տեղեկությունները, որոնք մենք ունենք այս ակտերի կատարման հետ կապված եւ պատրաստ ենք նաև ընկալել Եվրոպայի խորհրդին որպես այդ կատարմանն օժանդակող կառույց ինչ որ առումով այսքանը։